Պարոն Ավինյան, քանի որ նշեցիք զբոսաշրջիկներից սպասվող, ունեք կոնկրետ թիվ, քանի զբոսաշրջիկ է սպասվում Եվրատեսիլից շրջանակում, ընդհանրապես մեր քաղաքը քանի զբոսաշրջիկ է պատրաստ ընդունել, եւ քաղաքապետը խոսում էր նաեւ եկամուտներից, հաշվարկել եք ինչ եկամուտներ ենք ունենալու։ 2019 թվականին մենք ունեցել ենք ռեկորդային զբոսաշրջիկների թիվ մոտ 2 միլիոն, քաղաքը նվազագույնը այդ քանակը պատրաստ է ընդունել ամեն տարի, այս միջոցառումների հետ կապված կարծում եմ կրկին ճիշտ է հարցը ուղղել հյուրերի քանակի հետ կապված կազմակերպիչներին, դա հանրային հեռուստաալիքն է, իրենք ավելի քաջատեղյակ կլինեն այդ թվերից, բայց վստահաբար հետաքրքրությունը միջոցառման հետ կապված շատ մեծ է եւ հյուրերի քանակը նույնպես շատ մեծ է լինելու, հետեւաբար մենք փորձել ենք համադրել մեր աշխատանքները նաեւ Եվրատեսիլյան միջոցառումների հետ, մենք որովհետեւ նախկինում այս ամբողջ ծրագրերը, որ պետք է իրականացվեին, դեկտեմբերի 15-ի, 20-ի շրջակայքում պետք է իրականացվեին ավարտական աշխատանքները, մենք մի փոքր ավելի արտառոց ռեժիմով աշխատելով որպեսզի հասցնենք դեկտեմբերի 5-ին բոլոր աշխատանքները ավարտել, իրականացրել ենք դրանք։ Ես հավելեմ ձեր թույլտվությամբ, տեսեք, մի հանգամանքի եմ նաև ուզում անդրադառնամ հարցի, որը մեր քաղաքացիներն են հնչեցրել, մասնավորապես երկուսը, երբ որ մենք լոկացիաները փորձարկում էինք, միացնում էինք, մարդիկ նկատում էին, մոտենում էին, սկզբից ասում էին, որ շատ գեղեցիկ է, հետո մի քանի անգամ հետևյալ հարցն է հնչել, որ պետք է անպայման Եվրատեսիլ լիներ մեր երկրում, որ սենց սիրուն բանան էի, կարծոք երևանցիների համար ուղղակի չպետք է արվեր, այս հանգամանքը ուզում եմ հատուկ շեշտվի։ Այս մասշտաբը չի արվում Եվրատեսիլով պայմանավորված, սա պլանավորված էր անել։ Եվրատեսիլը պայմանավորվել է դրա ուղղակի ժամկետային ավելի շուտ տեղաշարժը։ Այս հանգամանքը ուզում եմ շատ հստակ ֆիքսենք։ Շնորհակալություն։